Հանուն Հոր և Որդու և Հոգին Սրբով, ամեն։ Կենաց սառը բխում է արդարության արմատից, ասում է առակագիր Սողոմոնը։ Կենաց սառը Սուրբ Աստվածածին Մարիամ, կենաց պտուղը մեր Տերը Հիսուս Քրիստոս, և այս կենաց պտուղը ծնվեց, առաջ եկավ Սուրբ Աստվածածին Մարիամից, որտեղ Սուրբ Աստվածածին գեղեցիկ, սքանչելի գովերքներով են ներկայացնում եկեղեցու Սուրբ հայրերը։ Ասում են, որ նա էր ոսկե սափորը լի մանանայով, որովհետև ինչպես Մովսեսին Աստված պատվիրեց ոսկե սափոր պատրաստել և երկնքից իջած հացը մանանան զետեղել նրա մեջ, այդպես էր Սուրբ Աստվածածինը բովված թրծված ոսկե սափոր եղավ, անաղարտ ու մաքուր սուրբ անոթ եղավ երկնքից իջած հացի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Բուրվար եղավ, Ահարոնի բուրվար եղավ, որտեղ ինչպես կրակն է դրվում բուրվարի վրա և խունկն էլ այրվում է անուշահոտ բուրմունք դառնում Տիրոջը, այդպես էլ Սուրբ Աստվածածնի մեջ կրակը դրվեց, անշեջ կրակը, հուրը, լույսը, մեր Տերը Հիսուս Քրիստոս և այրվելով, խաչվելով, զոհաբերվելով անուշ բուրմունք եղավ Տիրոջը։ Այսօր Աստվածածնի ավետման տոնն է, որ հայ եկեղեցին անշարժ անփոփոխ կերպով տոնում է ապրիլի 7-ին, ի տարբերություն մյուս եկեղեցիների։ Եվ վստահաբար այս թվականը ամենաճշգրիտ թվականն է Աստվածածնի ավետման։ Եվ 6-րդ ամսին, ինչպես Ղուկաս ավետանիչն է ասում, Գաբրիել հրեշտակը ուղարկվեց մի կույսի մոտ, որ Նազարեթ քաղաքում էր, Հովսեփի խնամքին էր հանձնված, այդ կույսի անունը Մարիամ էր, որ 6-րդ ամիսն էր, Զաքարիա քահանայապետի Հովանես Մկրտչին ծննդաբերելու ավետիսը ստանալուց հետո 6-րդ ամիսն էր, որ կոչվում է Նիսան ամիս։ Այդ ամիսը հրեական տոնացույցով առաջին ամիսն էր տարվա։ Այդ ամսին էր Ադամը ստեղծվել, այդ ամսին իսրայելացիները դուրս եկան Եգիպտացիան լծից, այդ ամսին կատարեցին զատիկը, այդ ամսին ջրերը քաշվեցին և Նոյը իջավ տապանից, այս ամիսը Քրիստոս խաչվեց։ Ահա այսպիսի բազմաթիվ տնօրինական խորհուրդներով պատվեց Նիսան ամիսը և այսօր Աստվածածնի ավետման սքանչելի խորհուրդով ևս պատվեց ապրիլ 7-ը, որը Նիսան ամիսը հրեական տոնացույցով։ Ահա Գաբրիելը եկավ, մոտեցավ Սուրբ Կույս Մարիամին, որ 14 տարեկան դեղրատի օրիորդ էր, և ասաց. «Ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Շնորհընկալ, շնորհով զարդարված, շնորհով ընդունված, Տերը քեզ հետ է, զարմացավ Սուրբ Կույս Մարիամը, հիշեց նախամար Եվային, որովհետև այդպես օձը, ոչ այդպես, այլ մոտ արապես ինչ-որ մի ձևով մոտեցել էր և խաբել էր Եվային, ասելով Աստվածներ կլինեք։ Այդ պատճառով զգուշավոր եղավ Սուրբ Աստվածածինը, դյուրահավատ, հեշտ հավատացող չեղավ Գաբրիելի խոսքերին, մտածելով սա մի նոր խաբկանք կարող է լինել։ Տերը քեզ հետ է ասաց, Էմանուել, ձի Աստվածը մեզ է։ Սա էր ուզում ասել Գաբրիելը, որ Էմանուելը քեզանից պետք է ծնվի։ Դու շնորհ գտար Տիրոջից, որտեղ ահա որդի պետք է ունենաս և Բարձրյալի որդի պետք է կոչվի, և Աստված նրան կտա նրա հոր Դավթի թագավորությունը, և նրա թագավորությունը Հակոբի տան վրա հավիտյան պետք է լինի։ Այս խոսքերի վրա ավելի զարմացավ Սուրբ Աստվածածինը, որտեղ հրեշտակի խոսքերը իրեն խիստ հակասական էին թվում։ Ասաց ես կույս եմ, ես
չեմ կարող զավակ ունենալ, նաև ուսության ուխտ եմ արել, որ մշտապես կույս մնամ, Դավթի որդին պետք է լինի քեզանից ծնվածը, Հավիտյան պետք է թագավորի Հակոբի տան վրա, ինչպիսին պիտի լինի այդ որդին, ոչ մեկ էլ Հավիտյան չթագավորեց, ոչ Դավիթը, ոչ Հակոբը, բոլորն էլ մահացան, մարմինները հող դարձավ, հոգիներն իջան դժոխք եւ այնտեղ են գտնվում։ Մեկ խոսում էր Գաբրիել հրեշտակը մարմնավոր ծննդյան մասին, մեկ խոսում էր հավիտենական թագավորության մասին։ Այդ պատճառով շփոթմունք առաջացավ, խռովք առաջացավ Սուրբ Աստվածածնի սրտում, չէր կարող կողմնորոշել, թե ինչպիսին էր այս ավետիսը եւ զգուշ էր, որպեսզի չխաբվի։ Ասաց, ինձ այդպես ինձ ինչպես կպատահի, որտեվ ես տղամարդ չեմ ճանաչում։ Ասաց, բարձյալի զորությունը կիջնի քեզ վրա եւ հովանի կլինի, որտեվ քեզանից ծնվածը սուրբ է եւ Աստծո որդի կկոչվի, ասաց հրեշտակը։ Այս ժամանակ խաղաղվեց Սուրբ Աստվածածինը, հասկացավ, որ իր ծնունդը մարդկային ծննդյան նման չի լինելու, Աստվածային հրաշքով է լինելու, Սուրբ Հոգուց է լինելու, բարձյալի զորությամբ է լինելու, այնպես ինչպես կարող էր ծննդաբերել Եվան դրախտում, բայց ցավոք սրտի չպահեցին պատվյանը եւ հեռացան։ Ուրեմն երկրորդ Եվան, Եվայի դուստրը, Սուրբ Մարիամը այսօր Եվայի փոխարեն ծնելու է Աստծո որդուն։ Եվ ասաց Սուրբ Աստվածածինը, ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը, խոսքի համաձայն թողից լինի, նաև Գաբրիել հրեշտակապետն ասել էր, որ Աստծո համար որևէ անհնարին բան չկա, որտեղ քո ազգական Եղիսաբեթը ևս, որ ամուլ էր, երկար տարիներ զավակ չէր ունենում եւ ծեր էր, ահա 6 ամիս է արդեն հղի է։ Աստծո առջև որևէ անհնարին բան չկա։ Այս խոսքերը հստակ էին Տիրոջ կողմից։ Եվ Սուրբ Աստվածածինը միջին ոսկի ճանապարհ ընտրեց։ Չեղավ դյուրահավատ Եվայի նման, չեղավ անհավատ Զաքարիայի նման, որտեղ Զաքարիան չհավատաց Գաբրիել հրեշտակի ավետիսին ու պապանձվեց, այլ եղավ միջին հավատ, միջին ճշմարտ ապես ոսկեուղին ընտրեց եւ ճշտելով հստակեցնել ամեն ինչ հավատաց Տիրոջ խոսքին եւ խոնարհվեց Աստվածային անսահման որոշումի առջև եւ ասաց մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Եվ այդ պահին, ինչպես եկեղեցու Սուրբ Հայրերն ասում, հղացավ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգով հղացավ, ոչ ինչպես մարդկային ծնունդն է, որովհետև ճիշտ նույն պահին ամբողջապես գոյավորվեց մեր Տերը Հիսուս Քրիստոս, կատարյալ մտքով, հոգով եւ մարմնով Սուրբ Աստվածածնի որովայնում եւ անսերմ հնաղությամբ եւ անապական ծննդյամբ ծնվեց Սուրբ Աստվածածինը։ Եվ ինչպես եկեղեցու Սուրբ Հայրերն են ասում, 3 մարդիկ կային, որոնք սրբվեցին մոր որովայնից, դրանք են Երեմիա մարգարեն, Հովանես Մկրտիչը, Սուրբ Աստվածածին իր մոր որովայնում եւ սկզբնական ադամական մեղքից մաքրվեց Սուրբ Աստվածածինը, երբ մոր որովայնում հղացվեց Աննայից, որից հետո անդամների պատերազմը, հոգու եւ մարմնի հակառակությունը դադարեց եւ կատարյալ սրբվեց ու դարձավ Աստվածային Սուրբ անոթ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Եվ Սուրբ Աստվածածինը առավել եղավ, քան մարգարեները, որտեղ մարգարեները հեռվից տեսան Քրիստոսի։ Իսկ Սուրբ Աստվածածինը իր մեջ ֆիզիկապես եւ հոգեպես 9 ամիս կրեց Քրիստոսին։ Ապրեց Աստծո տաճար եղավ։ Երկինքն ու երկիրը չեն կարողանում բովանդակել Աստվածությանը, իսկ Սուրբ Աստվածածինը իր մեջ Քրիստոսին կրեց։ Առաքյալներից էլ բարձր եղավ։ Առաքյալները ամենաշատը շոշափեցին Տիրոջը,
ճաշակեցին կենաց բանը, բայց Սուրբ Աստվածածին իր մեջ գրեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին եւ դարձավ ամենամեծ բարեխոսը բոլոր մարդկանց համար։ Ինչպես Քրիստոս մեր եղբայրն է, ինչպես Քրիստոս էր ասում, թե ձեզ այլևս ծառա չեմ կոչում, այլ բարեկամ ու եղբայր, այնպես էլ Սուրբ Աստվածածինը մեր մայրը, մեր սիրասուն մայրը, եւ ինչպես սիրում է Քրիստոսին Սուրբ Աստվածածինը, այնպես էլ մեզ է սիրում, իբրև իր զավակներ։ Մենք էլ իրեն բարեխոս ունենանք, որպեսզի մեր մեղքերին թողություն շնորհի, մեր հոգուն խաղաղություն պարգևի, մեր առջև բացի երկնքի հավիտենական արքայության դռները։ Օրհնյա